ABC մեդիայի հարգելի հետևորդներ, երկար դադարից հետո վերջապես զրուցելու ենք Բագրատ arczepiskopos Գալստանյանի հետ։ Սրբազան այսօր հաստատի առաջին անգամ տանից եք գալիս դատարան եւ հաշվի առնելով հունիսի 6-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները սրբազան դուք այս ամենի հետ որքանով եք հաշտ եւ այդ արդյունքները որքանով են այսպես ասած ընդունելի ձեզ համար։ Բացարձակ ընդունելի չեն, հենց առաջին իսկ իմաստով աներկբա կերպով հայտարարեմ։ Այնինչ տեղի ունեցել մեր աչքի առջև բռնաճնշումներ, ձերբակալություններ, հազար ու մի տեսակի մեղադրանքներ, արտաքին ուժերի ներկայություններ, աննախադեպ իրենց լեզվով ասած պատմական զեղծարարության ընթացք էր, հասկանալի պատճառներով, որովհետև մարդիկ իշխանություն կորցնելու եւ դրանով պայմանավորված շատ բան կորցնելու առջև են կանգնած։ Պատասխանատվության ամենամեծը, որից անընդհատ խուսափում են։ Սրբազան, բայց ամեն դեպքում 50+1% չհավաքեց իշխանությունը։ Շնորհակալություն, նախ բարև ձեզ, լավ եք։ Արկասո։ Լավ բարձր ձայն ունեք։ Ապրեք։ Կամ էլ իմ ձայնն նվազել։ Հարցին էի պատասխանում, որը ձեր տված հարցի մասը կազմում։ Ուրեմն այդ ու հանդերձ, այդ բոլորով հանդերձ, ես համարում եմ, որ սա եւս մեկ քայլ առաջ էր այս չարիքի իշխանությանը հեռացնելու համար։ Իմ երեք տրված հարցազրույցում ասել եմ դրա մասին, որ մի նայեք թե 49% ինչ եղավ, դա ինչպես է ձեռք բերվել, հետո կպարզվի, արդեն պարզվում է ընթացքով, մարդիկ տարբեր քաղաքական ուժեր վեր են հանում, չէ՞։ Ես չեմ ուզում դրա գնահատականը հիմա տալ, բայց որ փաստացիորեն մեր ժողովրդի 51%-ը մերժել է այս մարդկանց, մերժել է իրենց տարբեր ծրագրեր, սա փաստ է։ Գլուխ են գովում ժամանակին, որ 65% եւ այլն պիտի հավաքենք, ձախողեցին։ Ըստ այդմ նաեւ դրա հետ պայմանավորված հանրաքվեի հարցեր, սահմանադրության հարցեր, հազար ու մի հարցեր, աշխարհի տարբեր կենտրոններին աչքի առջև երևալու, որ այլևս իրենք չեն կարող միանձնյա որևէ բան որոշել, ինչ որ անում էին, եւ այսպես շատ բաներ։ Այս ընտրությունում դա եղել, եւ ես երեք խնդրել եմ, դիմել եմ մեր բոլոր, ես չեմ սիրում ընդդիմադիր բառը, դա ընդդիմադրություն չի, դա ճշմարտության համար պայքար է։ Բոլոր մեր հայրենատեր մարդկանց, մեր կազմակերպություններ, կուսակցությունների, որ բացարձակ տրտմելու առիթ չունենան, որովհետև գիտեմ հուսախաբության առիթ կա, մարդիկ հուսահատված են, հուսախաբված են, ակնկալությունները շատ էին, մեծ էին եւ այլն, եռում էր ամեն ինչ, եւ հանկարծ նպատակի կարծես չեն հասնում, թվացial նպատակի, բայց առաջիկան ընթացքը ցույց կտա, սա շարունակական պայքար է, շարունակական մեկ կետի կամ մեկ փոքրիկ ժամանակահատվածով սահմանափակված չէ։ Մենք իրավունք չունենք պարզապես ձեռքներս բաց թողնելու, ասելու եղավ ու վերջացավ գնաց, ոչ։ Մեկ քայլ առաջ, եւ ես թույլ տվեք ասելու, սա այն փոքրիկ հաղթանակներից մեկն է, ոչ էլ փոքրիկ, լավ էլ հաղթանակներից մեկն է, որ հակառակ այս հալածանքին այսօր արձանագրվում է մեր կյանքում։ Արսեն ջան, հիմա հարցը։ Իմ հարցին դուք փաստորեն պատասխանեցիք, շնորհակալություն։ Համար եմ ասում։ Շնորհակալություն, բայց անկեղծ եկեք ասեմ, եկեք ձեզ ուզում եմ էլի ու էլի, ինչքան առիթ լինի պիտի ասեմ, ոչ միայն մեր գործով եմ ուզում ասել, այլ ընդհանրապես այս բոլոր ժամանակներում այս ահռելի կեղծիքի հեղեղի դեմ առաջին շարքում դուք եք կանգնած։ Թե ֆիզիկապես, թե հոգեպես, թե մտավոր իմաստով, թե ձեր պրոֆեսիոնալիզմով, երբեմն էլ ձեր պրոֆեսիոնալիզմից ավելի, եթե չասեմ շատ հաճախ։ Ես անձնապես շատ տպավորված, շատ ազդված եմ եւ շատ շնորհակալ եմ ձեզանից։ Ապրեք։
Լավ, լավ։ Չեմ կարծես դու